Ողջույն հարգելի հետևորդներ, ներկայացնում եմ բազուկի ժողովրդական լեզվով ասած կարմիր տագի օգտակար հատկությունները։ Հում կամ եփված վիճակում բազուկը նպաստում է աղեկային միկրոֆլորայի հավասարակշռությանը, որը հիմնարար նշանակություն ունի մեր ընդհանուր առողջության, իմունիտետի և նույնիսկ հոգեբանական բարեկեցության համար, աղիք ուղեղ առանցքի միջոցով։ Բազուկը հարուստ է նիտրատներով, որոնք մեր օրգանիզմում վերածվում են նիտրիտների։ Նիտրիտները նպաստում են անոթների լայնացմանը, այրան նոսրացմանը, ինչը բարելավում է դեպի ուղեղ այրան հոսքը, հատկապես դեպի ուղեղի այն հատվածները, որոնք կապված են կենտրոնացման, հիշողության, տարիքային ճանաչողական անկման հետ, կանխում են դեմենցիայի և ալցհեյմերի առաջացումը։ Բազուկի մեջ առկա բետաինը ունի լյարդի պաշտպանիչ ազդեցություն, այն օգնում է կանխել լյարդի բջիջներում ճարպի կուտակումը, որը մեր ժամանակակից կյանքում գնալով ավելի շատ տարածված խնդիր է։ Այս հրաշալի բանջարեղենի ներառումը ձեր սննդակարգում կնպաստի մարմնի բնական մաքրմանը։ Բազուկը նաև ֆոլաթթվի լավ աղբյուր է, որը անհրաժեշտ է բջիջների առողջության համար։ Շատ օգտակար է հղի կանանց համար, քանի որ ֆոլաթթուն կարևոր նշանակություն ունի հատկապես հղիության առաջին եռամսյակի ընթացքում և նպաստում է պտղի նյարդային համակարգի ձևավորմանը։ Բազուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, բետա-կարոտին, որը լավ ազդեցություն ունի մաշկի, ոսկորների և աչքերի առողջության համար։ Բազուկը ստեղծում է երկարատև հագեցվածության զգացում, որը օգտակար է քաշի քաշքավորման համար։ Բազուկի հյութը իդեալական միջոց է քրոնիկ փորկապության, ինչպես նաև ստամոքս 12-մատնյա աղիքի խոցերի բուժման համար։ Այս հյութը նպաստում է փոշփոքման նվազեցմանը և օգնում է բուժել խոցային կոլիտը և գայլախտը։ Բազուկի հյութը հարուստ է A, B, C վիտամիններով, մանրաթելերով, ֆոսֆորով, պոտասիումով, սպիտակուցներով, ածխաջրերով և այլ միջոցառերով։ Սպորտսմենները օգտագործում են այս հյութը ֆիզիկական վարժությունների ժամանակ ավելի քիչ հոգնելու և մարզական պարապմունքներից հետո ուժերը լավ վերականգնելու համար։ Չնայած քաղցր համին, բազուկը ունի միջին գլիցեմիկ ինդեքս և պարունակում է հզոր հակաօքսիդանտային միացություններ, որոնք օգնում են բարելավել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այնուամենայնիվ, եթե դուք արդեն շաքարախտով հիվանդ եք, այն պետք է ուտեք շատ չափավոր քանակով և որպես լիարժեք սննդի մի փոքր մաս։ Ասեմ, որ հում վիճակում գլիցեմիկ ինդեքսը ավելի ցածր է, քան եփված վիճակում։ Այն պաշտպանում է ինսուլին արտադրող ենթաստամոքսային գեղձի բջիջները և նորմալ գործունեությունը։ Բազուկը նաև հիանալի երկաթի աղբյուր է և օգնում է անեմիայով հիվանդներին։ Օգտակար է նաև վահանաձև գեղձի հիվանդություն, յոդի անբավարարություն ունեցող հիվանդներին, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ յոդ։ Խորհուրդ եմ տալիս հում կամ եփված վիճակում բազուկը ներառել ձեր բազմազան սննդակարգի մեջ, այն իր հարուստ բաղադրությամբ օգտակար կլինի ձեզ։ Խնամեք ձեզ և առողջ եղեք։ Ցանկալի է բաժանորդագրվեք իմիջին, գրեք մեկնաբանություններ։ Ձեր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Շնորհակալություն ուշադրության համար, հարգելիներս։